Многие великие философы задавали вопрос себе извечный. А что такое музыка? Что за феномен? Что за явление? И ни один философ на этот вопрос так и не ответил. Արցախն արթուն է, Արցախը սթափ է, անկախությունն այստեղ ամեն օրվա զգոնություն է, խաղաղությունն այստեղ կամք է։ Արցախը 23 տարվա իր անկախությունն այսօր վայելում է խաղաղ առօրյայով։ Խաղաղության պահպանումը հայ զինվորի ձեռքում է, նա գիտի ինչպես լռեցնել թշնամուն և միշտ է լռեցնում։ Եվ հենց նրա ամուր մեջքի հետևում Շուշիի ամրոցում ստեղծագործական եռուզեռ է։ Այստեղ էլ երաժշտությամբ պիտի լռեցնեն թնդանոթները։ Պապամ, գործենք։ 20-րդ դարի լավագույն օպերան է։ Ինքը վաղ Տերտերյան է եւ այստեղ այնքան թարմ է հայացքը, այնքան ազգային հետաքրքիր ռիթմիկ աշխարհ կա, շատ հումորով նայել։ Վերջին ուղումներն են, եւս մեկ փորձ։ Ձայնն ու շարժումը պիտի անթերի լինեն։ Ժամեր անց սկսվելու է տարվա ամենապատասխանատու իրադարձությունը։ Մենք պետք է բարձրաժեք արվեստի շուրջ տոնենք մեր տոները ի վերջո։ Սա եւս հայ մշակույթի համար մի քաղաք է Շուշին կամ Ստեփանակերտը, որտեղ պետք է ինչպես Երևանում, այնպես էլ այս քաղաքներում պետք է ներկայացնենք մեր արվեստը։ 88-ի այն կերպարը, որ ստեղծվել է Ղարաբաղի ադրբեջանական պատերազմի հետևանքով եւ աշխարհի կողմից ընկալվում է որպես հակամարտող երկիր, այսօր արդեն Արցախը ներկայանում է որպես մշակութային արժեքներ ստեղծող եւ այդ արժեքներով ապրող երկիր։ Անցյալ տարի մշակութային կենտրոն Շուշիում խոստում էր հնչել։ Անկախության տոնը այսուհետև նշվելու է միայն մշակութային մեծ իրադարձությամբ։ Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն անձամբ էր խոստացել օպերային բեմադրություններն Արցախում դարձնել ավանդույթ։ 2013 թվականին մեկնարկը տրվեց արցախցի Անդրեյ Բաբաևի Արծվաբերդ օպերայով։ Այս տարի ընտրվել է Ավետ Տերտերյանի Կրակե օղակը ստեղծագործությունը։ Ինչու Ավետ Տերտերյանը, որովհետև այս տարի տարբեր երկրներում նշում են նրա 85-ամյակը, մենք էլ որոշեցինք այդ տոնը նշել այստեղ Շուշիում, ինչու Շուշիում, որովհետև Ավետ Տերտերյանը միշտ հպարտորեն էր շեշտում, որ ինքը արմատներով հենց պատմական Շուշիից է։ Եվ եթե իսկապես գոյություն ունի երկնային կյանք, ես վստահ եմ, որ նա շատ գոհ է եւ մեր ընտրությունից եւ նրանից, որ այսօր իր սիրելի սիրված Շուշին կրկին մեզ բոլորիս հավաքել այստեղ։ Արմատներով շուշեցի, արվեստով ու բանականությամբ համաշխարհային Ավետ Տերտերյանի այս օպերան ժամանակին հեղափոխեց հայկական դասական արվեստը։ Տերտերյանի նորարար մտքով հայ դասական երաժշտություն մտան հին հայկական գործիքները։ Мне часто задают вопрос, а вот про что ваша музыка? Я как-то ответил. Я сказал, моя музыка про то, про что вы сами. То есть чем вы наполнены, а что вы знаете? Что вы знаете об этом мире? Կրակե օղակ օպերային ստեղծագործությունը ծնունդ առավ 1967 թվականին։ Հենքում Բորիս Լավրենյովի 41-րդը պատմվածքն է եւ Չարենցի Սոմա եւ ամբողջները խելագարված պոեմները։ Տերտերյանի ձևակերպմամբ իրավիճակների օպերա, որտեղ պատերազմ է, խաղաղություն եւ սեր։ Օպերա, որը սկզբում զարմացրեց, հետո հիացրեց, ապա մոռացվեց։ Վերջին անգամ այն հնչել է 1977 թվականին։ Այսօր այն նորից ընկալելի է։ Պատկերացրեք զարմանալի կերպով ակտուալ է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ավետ Տերտերյանը գրում էր այդ օպերան, դա այդքան ակտուալ չէր, ինչքան այսօր։ Նա ավելի խոր էր զգում, այն որը չկա,
որ չեն երգում, որ արդեն գնաց, պատմության հետ գնաց։ Օպերայի հիմնական ասելիքն այն է, որ պատերազմը ոչ միայն շրջում է ազգերի եւ ժողովուրդների պատմությունը, այլև ներխուժում է մարդու ամենաանձնական դրվագների մեջ, խեղաթյուրում է անհատների ճակատագրերը։ Չարենցի ամբողջները խելագարված գրվել է իբրև ընդունված էր ասել կարմիր հեղափոխության թեմաներով, բայց մենք գիտենք, որ դա համամարտկային դարձյալ հակասությունների մի ամբողջություն թեմատիկա է։ Հակասական են նաև ստեղծագործության ընկալումները։ Ոմանց համար այն սիրո մասին է, ոմանց համար դաժան է ու ցավով լեցուն։ Մարդիկ հայտնվում են պատերազմի ու մահվան օղակում, որն աստիճանաբար սեղմվում է եւ դատարկվում։ Մնում են միայն երկու թշնամի՝ երիտասարդ աղջիկն ու վիրավոր սպան։ Սիրո պատմություն է, իհարկե, եւ դա բալետը խաղում է այստեղ հուզական դեր, իրենց էմոցիաների, իրենց ներքին այդ հույզերի եւ սիրո զարգացման, այդ որը եւ կա երաժշտության մեջ։ Ինչ սիրո մասին է, եթե վերջում իրար սպանում են։ Շուշիի ամրոցը հենց այն վայրն է, որտեղ նախագծի հեղինակ Սարինե Ավթանդիլյանը զգացել է օպերայի խորհրդավորությունը փոխանցող էներգիան։ Նկարիչը անսահմանությունն ու դիեզերականությունը։ Ֆուտուրիզմ, մինիմալիզմ եւ գունային ստատիկա։ Սա է մեր նկարչական ձևավորման հիմքում, ինչպես նաև փորձելու ենք հանդիսատեսին տեղափոխել մի այլ դիեզերական, տերտերյանական տարածություն։ Հաշված ժամեր ու գաղափարը պիտի դառնա իրականություն։ Հայաստանի պետական կամերային 2 երգչախմբեր է եւ Սպեղանի երիտասարդական երգչախումբը վերջին շտկումներն են անում։ Հովերի մասնակցությունը շատ փոքր է, շատ սիմվոլիկ եւ այսպես կարծես մի պտղունց հովեր է շախտված այս գործի մեջ, ընդամենը 7 տղա։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը խմբվում է։ Ռեժիսորը մաքրագրում։ Մենք բեմադրական փորձեր անում ենք օպերայում, բացարձակ նույնը չի։ Առաջնականը իմ համար երաժշտությունն էր, որովհետև ինքն է ինձ թվում է համ գաղափարը տալիս, համ միտքը, համ էմոցիան, ամեն ինչը մեջ է պարունակում է, եւ ամենակարևորը միտքն է իմ համար փորձենք մենք մարդ մնանք, ամբողջ խելագար չդառնանք։ Հրավիրված քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների սպասելիքներն այսօր ուղղակիորեն կապված են Արցախի հետ։ Ոգեշնչումն ու անկախության ուժը ակնկալում են զգալ տերտերյանական երաժշտությամբ։ Музыка, культура – это та мягкая сила, которая соединяет сердца. И вот дай Бог, чтобы эти сердца все были в одной вибрации, в одном счастливом порыве наслаждаться, жить, любить и без всякой войны. Իրականության մեջ այս նախաձեռնությունը խոսում է երկու կարևոր հանգամանքի մասին։ Առաջին, որ հայ ազգը իսկապես ստեղծագործող, փառահեղ ստեղծագործությունների հեղինակ է։ Յուրօրինակ Տերտերյանի կրակի օղակը, որ այսօր բեմադրվում է այստեղ։ Եվ երկրորդ ամենակարևորը, միայն հաղթանակած եւ ուժեղ հոգով ազգին է հատուկ նման իրավիճակում բեմադրել հենց այստեղ Շուշիում նման ներկայացում։ Երբ որ հնչում է երաժշտությունը, թնդանոթները լռում են։ Եվ դա ստված, որ դրանք լռեն ընդմիշտ։ Երաժշտության ուժն ասպառ, Տերտերյանի կրակի օղակի էներգիան տիեզերական, պատասխանատվությունն ու ակնկալիքը խաղաղությունն է։